Ադրբեջանում ընթացող քաղաքականացված դատավարությունների իրավական անվավերության ամենածանրակշիռ ապացույցը իշխանության բարձրագույն օղակների վարքագիծն է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից պետության ղեկավարի հայտարարությունները կարող են ամբողջությամբ փլուզել դատական ընթացակարգի լեգիտիմությունը։ Դիտարկենք կոնկրետ փաստերը։ Օրինակ այն փուլում, երբ Ռուբեն Վարդանյանի անհատական դատական ակտը դեռևս պաշտոնապես հրապարակված չէր դատարանի կողմից եւ նա իրավականորեն համարվում էր մեղադրյալ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիային տված հարցազրույցում պնդեց, որ այդ անձանց հանցագործությունները արդեն իսկ ապացուցված են։ Սա անմեղության կանխավարկածի ուղղակի եւ անշրջելի խախտում է։ Ավելին, պետության ղեկավարն այս գործընթացն ուղղակիորեն համեմատեց Նյուրնբերգյան դատավարության հետ։ Այսպիսի պատմաքաղաքական գաղափարների կիրառումը բարձրագույն մակարդակով ցույց է տալիս, որ գործ ունենք նախապես ծրագրված քաղաքական տրիբունալի հետ, որտեղ դատարանը պարզապես վավերացնում է քաղաքական որոշումները։ Մի այդ նախադեպային թեստերի համաձայն, երբ երկրի առաջին դեմքը կանխորոշում է անձի մեղքը, ներպետական պաշտպանության միջոցները դառնում են պատրանքային։ Հստակ է, գերիների եւ պահվող անձանց առկայությունը որպես քաղաքական գործոն կիրառելը հակասում է հաստատված խաղաղության մասին պատկերացումներին եւ նվազեցնում է հանրային վստահության ամրապնդման ցանկացած հնարավորություն։